Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի գրառումներով անդրադարձել է եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին։ Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում նա անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների, աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի եւ հագուստների առկայությանը։ Ըստ վարչապետի, այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով եկեղեցիները չուլանացված են։ Այս հայտարարություններից հետո ամենատարբեր բարձրաստիճան հոգեվորականներ վարչապետին ամենակոշտ վիրավորանքներով են պիտակավորում։ Նիկոլ Փաշինյանը գրել է, ոմանց հուզել է իր պաշտոնապես ամուսնացած չլինելու հանգամանքը, ապա նկատել. մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի հուզում։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին, մեկ այլ գրառմամբ հարց է բարձրացրել կառավարության ղեկավարը։ Մյուս գրառմամբ էլ վարչապետը նկատել է, իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա որն է բարոյապես ավելի ազնիվ, կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտահոգությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Գրառումներից մեկում էլ վարչապետը մեջ բերել է հետևյալ խոսքերը. Եվ Հիսուս մտավ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մեջ վաճառում ու գնումներ էին անում։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնե վաճառների աթոռները եւ նրանց ասաց. գրված է իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների ворջ եք արել այդ։